Հանրապետական ապրելին կայացած իր համագումարում դրանում ընդունված իր բանաձևում եւ հայտարարությունում շատ հստակ ձևակերպել է իր անելիքներն ու պատկերացումները ինչպես ընդրական process-ների, այնպես էլ հավաքական ընդդիմությանը իր սատարումը բերելու մասին, ինչը բնականաբար ուժի մեջ է եւ ես նաեւ այսօր հարկ համարեցի սրա մասին խոսելու։ Հանրապետական իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը ընտրական process-ներին։ Նաև որոշումը հանրապետականի չմասնակցության առումով պետք է նաև դիտարկել այս շրջանակներում եւ թեև շատ ու շատ իրադարձություններ մեր պատկերացումների շրջանակներում չեն ընթացել կամ ընթանում, ամենայն դեպս հանրապետական իր մասով անելու է առավելագույնը։ Վակտորիա Պարոն Աբրահամյան, դուք չեք մասնակցում ընտրություններին, բայց աջակցում եք ակտիվ Ուժեղ Հայաստան կուսակցությանը, դրա համար չմասնակցեցիք, որ ավելի մեծ թափով աջակցեք Ուժեղ Հայաստանին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն լրագրողներին, օպերատորներին, այն մարդկանց, ովքեր այս ծանր թեժ օրերին ժամանակ են գտել այսօր գալու եւ ներկայանալու այս ճեպազրույցներին եւ նաեւ հարցերով դիմելու շնորհակալություն ձեզ։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ես ստիպված մի փոքր պետքա խմբագրեմ, որովհետեւ հանրապետականը իր գործադիր մարմնի որոշումներով եւ համագումարում հնչեցված հայտարարություններով նշել է, որ իր չմասնակցությունը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության հաջողությամբ։ Ես պատահական չասեցի, որ հանրապետականը հայտարարել է եւ նաեւ պատրաստ է նաեւ այս ընթացքում լսելու խորհրդակցելու բոլոր այն իրական ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր ունեն հանրապետական կարիքը ամենատարբեր հարցերում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ ու շատ հարցերում մենք այսօր աշխատում ենք շատ ընդդիմադիր ուժերի հետ, եւ դա միայն Ուժեղ Հայաստանը չէ, ով որտեղ ունի մեր կարիքը, ով որտեղ որ հատվածում, որ մարզում, որ բնակավայրում տեսնում է, որ հանրապետականը կարող է իրեն աջակցել կամ իր խոսքով կամ իր ներկայացությամբ որևէ ձևով նպաստել ընդհանուր հաջողությանը, հանրապետականը այդ ուժերին օգնում է։ Օրինակում եք աջակցում։ Մեծ տարբեր հարցերով դիմել են, ես կարող եմ մեկ օրինակ ներկայացնեմ։ Դուք գիտեք, խորհրդանական ուժերը ունեն հնարավորություն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածության մասով եւ ըստ այդմ ընտրական process-ների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասով մենք մեր տարբեր գործընկերների հետ այս թեմայով խոսել ենք, հավաստիացրել ենք բոլորի հետ մեր կապը համագործակցությունը ապահովում ենք, որպեսզի կարողանանք ոչ միայն ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ վերահսկողությունը հանձնաժողովի անդամների միջոցով ապահովել, այլ միմյանց փոխլրացնելով եւ փոխհամագործակցություն ապահովելով փորձել ընտրական process-ի այդ կարևոր փուլում կարողանալ այդ ընդհանուր վերահսկողական ֆունկցիան իրականացնել։ Պարզապես, պարոն Աբրահամյան, ձեր կուսակցության հայտնի դեմքերի շատ հաճախ տեսնում ենք Ուժեղ Հայաստանի բողոքի ակցիաների եւ օրինակ չենք կարող տեսնել այլ կուսակցություններին առնչվող ինչ-որ հավաքների, հա, այսպես ասած ֆավորիտ ընդդիմադիրները, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, այսինքն կարող ենք ասել, որ հանրապետականը իր ողջ ռեսուրսը ներդրել է Ուժեղ Հայաստանին աջակցելու հարցում։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ ձեր հարցին նաև իմ խոսքի նախաբանում, ընտրություններին վերաբերող հատվածում եւ ձեր երկու հարցադրումներին ես կարծում եմ, որ շատ հստակ ու թափանցիկ ձևով պատասխանը տվել եմ։ Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի ակցիաներին մասնակցությանը, ապա եթե վերցնենք նույնիսկ վերջին 5 տարին, այս խորհրդարանական նաև համագործակցության ժամանակահատվածը, հանրապետական նկատած կլինեք, որ մասնակցել է շատ ու շատ տարբեր քաղաքական ուժերի ակցիաներին, նույնիսկ այնպիսի ակցիաների, որի ժամանակ նույնիսկ հայտարարություն են հնչել հանրապետականի դեմ, ինչը մի փոքր այս տեսանկյունից տարօրինակ է, բայց որտեղ որ հանրապետականը տեսել է, որ իր կարիքը կա, իրեն սպասում է, որտեղ կա ընդհանուր քաղաքական առումով պահանջարկ, հանրապետականը այնտեղ եղել են եւ նաեւ ձեզ խորհուրդ կտամ կենտրոնացումը անեք ոչ թե կոնկրետ առանձին ուժերի հետ հանրապետականի կապը կամ համագործակցություն տեսնելու, այլ հանրապետականի բոլոր հայտարարությունները եւ գործադիր մարմնի եւ նաեւ համագումարյան բանաձևը եւս մեկ անգամ ընթերցելու, որտեղ մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք
բոլոր անդիմադիր ուժերին։ Այլ բան է, որ յուրաքանչյուր իր մասով ինքն է որոշում դրա կարիք ունի, թե չունի, դիմի այս հարցով կամ այս ծավալով, թե չդիմի։ Ամեն դեպս հանրապետական իր պատրաստակամությունը հայտնել է եւ կարծում եմ այստեղ այլ ինչ որ թաքնված բան գոյություն չունի։